Համաձայն չեք, որ ինչ-որ մի բան ճիշտ չէ այս երկու պատկերներում։ Մի կողմից բնության այս հրաշալի Արփի լիճը, մյուս կողմից անմխիթար ճանապարհն ու դատարկվող տները։ Միասին հիմնադրամը Արփի լճի հարակից գյուղերում արդեն 2 տարի է իրականացնում է կանանց եւ երիտասարդների զարգացման ու հզորացման ծրագրեր, նրանց դարձնելով տեղական զարգացման ակտիվ դերակատարներ։ Արդեն շուրջ 2 տարի է միասին շվեյցարական գործընկերների հետ համատեղ գյուղական համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում։ Մենք աշխատում ենք պատերազմի մասնակից տղաների հետ, փորձում ենք այստեղ զարգացնել գյուղական տուրիզմը։ Իրենց հետ արդեն քարտեզագծել ենք շուրջ 10 հյուրատներ, համտեսի սրահներ, մեղրի, պանրի, արտադրողներ, ինչպես նաև ժամանցային վայրեր ենք փորձում ստեղծել այստեղ ու խաղեր, արշավներ եւ այլն։ Միասին հիմնադրամի սկզբունքն է լինել այնտեղ, ուր ոչ ոք չի գնում եւ որտեղ կարիքը ամենաշատը կա։ Շիրակի մարզի այս հեռավոր եւ հիանալի անկյունում Արփի լճի շուրջ այսօր սկսվում է նոր հնարավորություն։ Ծրագրերից մեկն էլ առաջիկայում սպասված ծառատուն կլինի։ Այս տարի մեզ միացել է ֆրանսիական համալսարանը, որը իր 25-ամյակին նվիրված մեծ ծառատուն է նախատեսում մեր հետ իրականացնել այս տարածքում, որտեղ կտնկվեն ծառեր եւ կստեղծվի կանաչ անտառ։ Այս համայնքներում կանայք հաճախ սահմանափակ կրթական ու տնտեսական հնարավորություններ ունեն, բայց այսօր մենք ականատես ենք լինելու մի ծրագրի, որն առաջարկում է նոր ճանապարհ դեպի անկախություն եւ զարգացում։ Ծրագիրը իրականացնում ենք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, որը նպատակն է հզորացնել համայնքի կանանց, որպեսզի իրենք էլ կարողանան ստեղծել որևիցե բիզնես։ Ես կարծում եմ, այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս զարգացնել համայնքները իր երկարաժամկետ արդյունքներով։ Հիմնադրամն իրականացնում է տարբեր ծրագրեր 4 գյուղական համայնքներում բնակվող կանանց եւ երիտասարդների համար։ Նրանք կստանան հմտություններ գյուղատնտեսության մեջ, էկոտուրիզմում, ձեռագործությունում, սննդի վերամշակման ոլորտում, այս ամենը համատեղելով ֆրանսերենի ու թվային գրագիտության դասընթացների հետ։ Նպատակն է կանանց դարձնել ինքնազբաղ, ինքնաֆինանսավորվող եւ հզորացնել բիզնես հմտությունները կանանց մոտ։ Ծրագիրը իրենց նախատեսում է մի շարք վերապատրաստումներ կանանց համար, նաև աշխատարաններ, որպեսզի նաև իրենք կարողանան իրենց իսկ փորձը փոխանակել մեկը մյուսի հետ։ Այս տարի առաջին անգամ Հայաստանից եւս ընտրված են 2 ծրագիր, այդ թվում նաև միասին հիմնադրամի ծրագիրը։ Ֆրանսերենը միայն լեզու չէ, դա նաև արժեքների համակարգ է, որը մենք պաշտպանում ենք եւ այս նախագիծը ամբողջությամբ նպաստում է կանանց ֆինանսական անկախության ապահովմանը։ Այս տարի ընտրվել են մոտ 50 նախագիծ, որոնցից 2-ը Հայաստանում, ինչը շատ լավ արդյունք է եւ որի համար մենք շատ հպարտ ենք։ Այցելեցինք Արփի լճի շրջակա համայնքներ, տեսնելու կին շահառուներին, հասկանալու նրանց զարգացման հնարավորությունները եւ այն, ինչ նրանք ցանկանում են անել իրենց տնտեսական եւ զբոսաշրջային գործունեությունը զարգացնելու համար։ Հայաստանի բնակչության 90%-ը երբևէ չի եղել այստեղ, քանի որ տեղյակ չի եղել եւ տեղանքն էլ գրավիչ չի եղել։ Հույսը մեծ է, որ մոտ ապագայում այս նախաձեռնող վստահ կանանց շնորհիվ եւ միասինի ու գործընկերների ջանքերով կունենանք համագործակցող համայնքային միջավայր։ Հազոր կինը, որ իր ընտանիքում հզոր է, ունի սեփական բիզնես, հազոր կարող է լինել նաև համայնքում։ Հուսով եմ, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը, իրենց ներուժը ներդնել լավ ապագայի համար։ Կանանց համար է, ասենք, գործեր լինի, որ կարողանան օգտվել, զբաղվեն, ով ինչ նախասիրություն ունի, էլի։ Արփի լճի կանանց զորացման ծրագիրը մի նոր ճանապարհ է դեպի կայուն զարգացում, տնտեսական ինքնուրույնություն եւ համայնքային վերածնունդ։ Եթե ֆրանսիացիները ասում են ամեն դժբախտության մեջ cherchez la femme, որը նշանակում է փնտրեք կնոջը, ապա մենք հայերս կարող ենք ասել ամեն համայնքի երջանկության մեջ փնտրեք կանանց։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Նախ տեղի է ունեցել վարչապետի եւ ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը եւ ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը։ ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության
համագործակցությանը բոլոր ոլորտներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Եվրամիության հետ գործընկերության շրջանակում։ Վարչապետի խոսքով երկու երկրները միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը։ Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ ու բազմակողմ հարթակներում։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։ Բերլինում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական ու գործընկերային հարաբերությունները, ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների եւ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։ Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը, հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ եւ առաջընթաց տեմպով։ Դաշնային կանցլեր Մերցը նաեւ կարևորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ եւ բարգավաճ հարավային Կովկասի համար։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ գրում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սարմանել Եվրամիության հետ եւ Արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին, սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել եւ ապակայունացնել իրավիճակը, դա տեղի ունենալու իհարկե տեղի ունենում Ուկրաինայում նաեւ, որ տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով եւ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի եւ այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի եւ երկարատև խաղաղություն հաստատվի, Գերմանիան հստակ ուղեգիծ ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախ ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ շեշտել, որ վերջին տարիներին երկու երկրների լավ հարաբերությունների դրական դինամիկա է նկատվում։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ է պաշտոնական այցով հյուրընկալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Երկուստե գոհունակությամբ արձանագրեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է Հայաստանի կառավարության հանձնառությունը ամրապնդելու Եվրոմիության հետ մեր բազմավոլորտ գործընկերությունը։ Հայաստանում նոր թափ հավաքող եւ վերաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտից նաեւ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին։ Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ուրախ եմ, որ պարոն կանցլերը արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների եւ հնարավորության մասին։ Ձեր գերազանցություն մեծարգո պարոն Մերց ամփոփելով պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմավոլորտ
ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն։ Ընկերակցության փոխնախագահ դեսպան Ռոլֆ Նիկելը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու համար եւ համոզմունք հայտնել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի վարչապետի տեսակետներն ու դիտարկումները։ Հանդիպմանը մասնակցել են մի խումբ քաղաքագետներ, փորձագետներ, դիվանագետներ, ուսանողներ։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ եւ միջազգային տրանսպորտի համար։ Պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային ու ներպետական կապի համար։ Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։ Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի եւ դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է։ Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե քաղաքական առումով, թե տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։ Այս ամենը հաշվի առնելով վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու եւ գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։ Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ես պետք է նաեւ այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի եւ Թուրքիայի միջև արկա իրավիճակի մասին։ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում։ Իմ եւ նախագահ Էրդողանի, մեր արտաքին գործերի նախարարների եւ հատուկ ներկայացուցիչների երկու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ համապատասխան ոլորտային նախարարությունների միջև, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Հռչակագրում մասնավորապես նշված է. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են կողմերի միջև ձևավորված բազմամյա եւ բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը եւ տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը պաշտպանելու եւ խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին եւ սկզբունքներին։ Կողմերը վկայակոչում են Եվրամիություն Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված շրջանակը, ինչպես նաեւ Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները։ Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական միության եւ ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբերսպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի եւ նախաձեռնությունների կարեւորությունը։ Կողմերը կիսում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական
տնտեսական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը եւ ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով։ Այս նախադասությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածում։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է հենց այս հռչակագիրը, իսկ 1950-ին առաջարկում դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով, ընդ որում աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով։ Գիտեք դեկտեմբերի 10-ը ինչ օր է։ Չգիտեմ, անկեղծ։ Չէ, ճիշտ ասած։ Չէ, կներեք։ Չէ, շնորհակալություն։ Դեկտեմբերի 10-ը չէ։ Չգիտեմ։ Չէ։ Թեև օրն ամբողջ աշխարհում նշվում է գրեթե 75 տարի, բայց մեր համակարգացիները օրվա մասին չէին լսել, փոխարենը գիտեն, որ մեր երկրում պաշտպանված են մարդու իրավունքները։ Որտեղ Հայաստանում մտածում եմ, որ հա, պաշտպանված են 100%-ով։ Մեծամասնությամբ կարելի ասել այո, բայց որոշակի տոկոսային հարաբերություններով շատ մարդիկ էլ պաշտպանված չեն։ Հիմա բավականին ավելի լավ է, քան մի առժամանակ առաջ էր։ Ավելի շատ հա, քան չէ։ Չի ասի, որ 100%, բայց էլի փառք Աստծո, լավ է։ Գոհենք ու շնորհակալ ենք։ Խորհրդարանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերով հանձնաժողով ձևավորվել է դեռևս 35 տարի առաջ։ 1990-ին Գերագույն խորհրդում ստեղծվել է մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարել է Ռաֆայել Պապայանը։ Հանձնաժողովում ձևավորման պահից առ այսօր քննարկվում են մարդու եւ քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին, փաստաբանական եւ նոտարական ծառայություններին, երեխայի իրավունքներին, կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումներին, կրոնին, գենդերային հարցերին, ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր։ Վերջի փուլում բավական ինտենսիվ առանցքային օրենսդրական նախաձեռնություններ եղան, որոնք իհարկե ընդունվեցին։ Ես նկատի ունեմ սկսած աղջիկների ամուսնության տարիքի բարձրացում, ընտանեկան բռնության մասին օրենքը, երեխաների պաշտպանության օրենքը, որը շատ լայն ու մեծ համապարփակ օրենսդրական նախագիծ է, որը նաև պրակտիկ այս պահին պետք է արդեն իմպլեմենտացվի կոնկրետ մարզում, վերջացրած հենց մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող օրենսդրական փոփոխություններին։ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Կարծում եմ, այդ այն իրավական ոլորտն է, որտեղ ոչ միայն իրավական դաշտով է հնարավոր ինչ-որ հարց լուծել, այլև անընդհատ դրա մասին խոսելուց, կարևորելուց, հանձնաժողովի գործողությունները ահագին մեծ մասով հենց ուղղված են դրանց, այդ թվում նաև տարբեր ՀԿ-ների, իրավապաշտպան, մարդու իրավունքների, կանանց եւ այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպան ՀԿ-ների հետ հանդիպումները, օրակարգերի ձևավորումը եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն ընդունվել է 2003 թվականին։ Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ գնդապետ Համլետ Լևոնյանի ծառայողական օրը զինվորական կարգապահությամբ սկսվում է վաղ առավոտյան։ Մինչ կհասնենք աշխատասենյակ, հասցնում եմ առաջին հարցը ուղղել զինված ուժերում ավանդ ունեցող փորձառու զինվորականին։ Պարոն գնդապետ, ինչ առաքելությամբ եք ամեն օր գալիս ծառայավայր։ Ծառայության գալը համազգեստը կրել է, դա ինձ համար եւ պատիվ է եւ ուժ է, որով դու կարողանում ես քո իմացածը, քո սովորածը, քո փորձը մեծ կիրառել զինված ուժերում։ Հրամանատարի աշխատասենյակում ամեն ինչ կոկիկ է, զինվորական կարգ ու կանոնին համահունչ։ Շուրջ բոլորը նրա արդեն 3 տասնամյակ շարունակվող ծառայողական կենսագրության խոսում վկաներն են։ Մանկուց Համլետ Լևոնյանը երազում էր համազգեստ կրել, իսկ երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, գիտակցված որոշում կայացրեց։ 1998 թվականին ընդունվեց եւ գերազանցությամբ ավարտեց Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտը, իսկ 2015-ին Ֆրունզեի անվան համազորային ակադեմիան, դառնալով ոսկե մեդալակիր, ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։ Երբ որ մենք առաջի սպայական կոչումը ստացել ենք լեյտենանտ, միշտ երբ նայում ենք մեր բարձրաստիճան սպաներին, գնդապետներին կամ գեներալներին, միշտ երազում ենք, ասում ենք կլինի տենց որ մենք էլ
դառնանք ասենք գնդապետ կամ գեներալ։ Բարձրաստիճան սպայի ուղին հարթ չէր, բայց մասնակիտական ճանապարհին բոլոր խոչընդոտները գնդապետը հաղթահարեց պատվով։ Դասակի հրամանատարից մինչև շտաբի պետ, ապա ստորաբաժանման հրամանատար։ 3 տարի Համլետ Լևոնյանը նաև ղեկավարել է խաղապահ բրիգադը, գործում մասնակցություն ունեցել քառօրյա մարտական գործողություններին եւ 44-օրյա պատերազմին։ Ծառայողական հարուստ փորձն ու հմտությունները գնդապետն այսօր կիրառում է բանակի առանցքային ստորաբաժանումներից մեկում։ Ծառայության ընթացքում միշտ առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով, անել ամեն ինչ, որպեսզի իմ պատասխանատվության տակ գտնվող ստորաբաժանումները միշտ լինեն լավագույնը։ Եթե դու հասել ես գնդապետի կոչման աստիճանը, նշանակում է քեզանից են կախված բազմաթիվ ճիշտ որոշումներ կայացնելը, որը պետք է իրագործվի մեր զորային օղակում։ Պարոն Թորոսյան, ծառայության պետերով եկեք ինձ մոտ խորհրդակցություն։ Հրամանատարի պատասխանատվությունը կրկնապատկվեց, երբ ամիսներ առաջ ստանձնեց վարչության պետի պաշտոնը։ Զինուժի համալրման, սպառազինության արդիականացման եւ վերազինման հետ կապված կարևորագույն հարցերն այս ստորաբաժանման տիրույթում են։ Գնդապետն ու իր ենթակաները գործում են այնպես, որ ծառայությունը լինի անթերի առանց բացթողումների։ Վստահելի թիմակիցներով, այսպես ասած, կարող է յուրաքանչյուր խնդիր ի կատարածել։ Եթե չկա վստահություն, եթե չկա արդարություն, եթե չկա հոգատարություն մեկը մյուսի հանդեպ, աշխատանքը չի կարող իր լիարժեք նպատակին հասնել։ Պարոն գնդապետ, զորամասի հրամանատար, պաշտոնակատար, փոխգնդապետ Ավանեսյան։ Աշխատանքային օրվա առաջին կեսն ավարտվեց։ Օրվա երկրորդ հատվածում հրամանատարն այցելում է վարչությանի ենթակա զորամասեր։ Նմանատիպ այցերը գնդապետ Լևոնյանի օրակարգում հաճախ են։ Ինչպես ինքն է ասում, զորամասային կյանքի ռիթմը բոլորովին այլ է։ Գնդապետ Լևոնյանը զորամասի հրամանատարի հետ շրջում է վերանորոգման արտադրամասերում, հետևում իրականացվող աշխատանքներին, անձամբ ծանոթանում զենքերի եւ սպառազինության վիճակին։ Էսի արդեն վերջնարդյունքն է, որ արդեն նման նոր վերանորոգված արկղը իրականացվող եւ արկղ։ Անմիջական շփումը ենթականների հետ դա շատ կարեւորում է իրենց աշխատանքների ավելի արդյունավետ լինելու համար, երբ որ վերադասը անձամբ է գալիս եւ հետեւում իրենց աշխատանքներին, ինչպես նաեւ իրենց խնդիրներին։ Կարծում եմ հանդիպումը շատ կարեւոր կլինի, որովհետեւ ուզում եմ անձամբ իրենց ներկայացնեմ իրենց կարեւորությունը, իրենց մեծ դերը զորքերի զինված ուժերի համար։ Հաջորդ զորամասացի նպատակը անձնակազմի հետ ջերմ ու անմիջական շփումն է։ Այստեղ գնդապետը հետևում է շարքային պայմանագրային վարորդների պատրաստության ընթացքին։ Ոնց եք։ Իմացել եք մեքենա վարել, թե այստեղ նոր զրոյից սկսել եք։ Ես այստեղ եմ սովորել։ Այստեղ եմ սովորել։ Մենք պետք է վստահ լինենք, որ բեկի նստած է մեր պատրաստված զինծառայողը, ով պատասխանատու է հապկում նստած անձնակազմի համար, քորման զինվորների համար։ Ապրես, շնորհակալություն։ Պարապմունքների ավարտին զինծառայողները կստանան վարորդական վկայագրերը եւ կստանձնեն ստորաբաժանումներ տեղափոխելու պատասխանատվությունը։ Զինծառայողները գիտեն հրամանատարի այցը ոչ միայն վերահսկողություն է, այլև իրական աջակցություն։ Բոլորը սկսած բանվոր ծառայողներից, տարիքով մարդկանցից, ովքեր իրենց աշխատանքն են անում մեծ սիրով ու պատրաստվածությամբ, իրականացնում են իրենց խնդիրները, դա վկայում է նրա մասին, որ մեր ենթակա զինծառայողները լինեն դրանք 18 տարեկան, թե 60 տարեկան, մեծ սիրով եւ պատասխանատվությամբ իրականացնում են իրենց խնդիրները, որը որպես ստորաբաժանման ղեկավարի ինձ համար շատ կարեւոր է ու շատ գոհացուցիչ է։ Իսկ ինչով է զբաղվում գնդապետ Համլետ Լևոնյանը ծառայությունից դուրս քաղաքացիական կյանքում։ Ատրճանակից կրակելը գնդապետի ամենասիրելի զբաղմունքներից է։ Կարծում յուրաքանչյուր զինվորական յուրաքանչյուր սպա պետք է հմուտ կարողանա կիրառել տարբերտեսակի զինատեսակներ։ Հրամանատարը վարպետորեն տիրապետում է նաև բռնցքամարտի հնարքներին։ Ուսանողական տարիների սիրելի զբաղմունքը գնդապետի մի պահ կրկին վերադարձնում է կուրսանտական հիշողությունների աշխարհ։ Կապված աշխատանքի ծառայության ծանոթ որ հաճախակ եմ կարողանում ռինգ մտնել, բայց տպավորությունը, էմոցիաները շատ բարձր են, եւ որ զգում ես, որ դեռ կարողանում ես երիտասարդների հետ ռինգում ճիշտ ակար ժամանակում, բայց կարողանում ես մենամարտես ու քիչ լավ զգաս։ Իսկ ընտանիքում հրամանատարը հոգատար հայր է եւ սիրելի ամուսին։ Բաչես բարում։
2 զավակ ունի գնդապետ Լևոնյանը։ Ընտանիքն էլ իր հետ կարելի է ասել հավասարապես ծառայել է։ Ըստ անհրաժեշտության մարզից մարզ, համայնքից համայնք տեղափոխվել։ Շատ լավ հասկանալով, որ ինքը ծառայության մեջ է, ծառայում է հանուն հայրենիքին, եղել եմ իր կողքին, միշտ ճամպրուկները պատրաստ, որտեղ ասել է ծիծաղով ժպիտը դեմքներից տեղափոխվել ենք։ Որ հայրիկից տեսնում եմ այս համազգեստով, ինձ աշխարհի ամենահպարտ աղջիկն եմ զգում, որ հենց ինքն է իմ հայրիկը։ Ուզում եմ պապաս նման սիրուն հպարտ զինվորն է։ Ընտանեկան ամենակարևոր միջոցառումներին հայրիկը հաճախ է բացակայել, բայց եւ կինը եւ զավակները մշտապես աջակցել եւ խրախուսել են ընտանիքի ավագին ու հրամանատարին, եւ նա առանձնակի նվիրումով է շարունակել հայրենիքին ծառայելու իր պատվաբեր առաքելությունը։ Մենք երևի 18-19 տարի միասին նոր տարի չենք նշել, վերջի մի 2-3 տարին է, որ մենք միասին նոր տարի ենք նշում, արդեն մեր տանն ենք ապրում։ Հետադարձ հայաց գցելով իր անցածուղուն, բարձրաստիճան սպա, մարտական խաչ, 2-րդ աստիճանի շքանշանի ասպետը նշում է. Եթե ժամանակը հետ ենք կցանկանալ միանշանակ լինել զինվորական, որպեսզի մեծ պատվով պահել մեր պետությունը, մեծ պատասխանատվությամբ իրականացնել իմ ծառայությունը ու լինել մեր ամբողջ ժողովրդի մի մասնիկը կարևոր։ Այսպես է անցնում համազգեստ գրող բարձրաստիճան զինվորականի օրը եւ մեկ առ մեկ իրար հաջորդող բոլոր օրերը պետության անվտանգության ու խաղաղության համար։ Թայլանդի արևելքում Կամբոջայի հետ վերսկսված բախումների ժամանակ զոհվել է առնվազն 1 թայլանդցի զինծառայող, 4-ը վիրավորվել։ Ըստ Reuters-ի այդ մասին հայտարարել է Թայլանդի զինվորական ծառայությունը։ Երկիրն օդային հարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով։ Թայլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զինված ուժերը հրթիռներ են արձակել Թայլանդի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, հավելելով, որ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո Թայլանդի զինված ուժերն առավոտյան հարձակումներ են իրականացրել, ինչին կամբոջական զորքերը չեն հակադարձել։ Հուլիսին սահմանային վեճը վերածվել էր հնգօրյա հակամարտության, որի հետևանքով զոհվել էր առնվազն 48, իսկ մոտ 300,000 մարդ ժամանակավորապես տեղահանվել էր։ Երկրները հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Կուալա Լումպուրում ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերին թայլանդցի զինվորի կյանք խլած պայթյունից հետո Թայլանդը հայտարարել էր, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ բանակցություններում անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք Ուկրաինայի ղեկավարության, այդ թվում նախագահ Զելենսկու հետ։ Ես պետք է ասեմ, որ փոքրինչ հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ըստ Թրամփի Ուկրաինայի նախագահի թիմը նույնպես աջակցում է փաստաթղթին, սակայն նա չգիտի արդյոք անձամբ Զելենսկին համաձայն է թե ոչ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Ուկրաինան վճռական է շարունակելու բարեխղճորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ իրական խաղաղության հասնելու համար, գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։ Ամերիկացի օրենսդիրները հրապարակել են 2026 թվականի պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը, որը ռեկորդային ծախսեր է նախատեսում ազգային անվտանգության ոլորտում։ Ըստ Reuters-ի 2026 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի $901 միլիարդ, ավելին քան հայցել է նախագահ Թրամփը։ Օրինագիծը նախատեսում է $400 միլիոն ռազմական օգնություն հատկացնել Կիևին։ Փաստաթղթի համաձայն նախատեսվում է գնահատել Ռուսաստանի ռազմական ռազմավարությունը, նպատակները եւ ուժերի դասավորությունը, որոնք ազդում են Հնդկահ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Չինաստանի վրա, ինչպես նաև Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը, ներառյալ պաշտպանական ապրանքների առևտուրը, համատեղ զորավարժությունները եւ ռազմական հետախուզական տվյալների փոխանակումը։ Օրենսդիրների կարծիքով նաև անհրաժեշտ է ուսումնասիրել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև կնքված պայմանագրի նպատակները, ներառյալ տեխնոլոգիաների փոխանակման վերլուծությունը։ Օրինագիծը նաև պահանջել է պատրաստել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական տեղեկատվական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ներկայիս բնույթի եւ շրջանակի նկարագրությունը։
Reuters-ի հաղորդմամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների ծրագրի երկրորդ փուլը շատ մոտ է։ Երուսաղեմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն նշել է, որ դեկտեմբերի վերջին կարևոր բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման մանրամասները։ Նեթանյահուի խոսքով Թրամփի հետ քննարկվելու է նաև Գազայում Համասի գերիշխանության վերջ դնելու հարցը։ Իսրայելն այժմ վերահսկողություն է իրականացնում Գազայի տարածքի 53%-ի նկատմամբ։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլի համաձայն իսրայելական ուժերը պետք է հետ քաշվեն, իսկ Գազայում ստեղծվի անցումային կառավարություն եւ տեղակայվեն անվտանգության բազմազգ ուժեր, Համասը պետք է զինաթափվի եւ սկսվի անկլավի վերակառուցումը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բերլինը պատրաստ է օգնել Գազայի վերակառուցմանը, բայց կսպասի Նեթանյահուի եւ Թրամփի հանդիպմանը եւ Վաշինգտոնի հաջորդ քայլերի վերաբերյալ պարզաբանումներին։ Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած սաստիկ հեղեղումների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվն անցել է 950-ը, եւս 274-ը համարվում է անհետ կորած։ Այդ մասին հաղորդել է Ինդոնեզիայի տարերային աղետների կառավարման ազգային գործակալությունը։ Աղբյուրի տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է մոտ 5000 մարդ։ Ինդոնեզիայի ազգային որոնողական եւ փրկարարական գործակալությունը հաղորդել է, որ տարերային աղետն առաջացել է տեղատարապ անձրևների հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են նոյեմբերի վերջից։ Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ եւ ենթակառուցվածքներ, դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ։